Սիրելի բարեկամներ, շարունակվում է մեզ մոտ խաղային օրը եւ երկրորդ հանդիպումն ենք արդեն միասին դիտելու, որտեղ միմյանց հետ մրցում են Բարսելոնան եւ Ֆլամենգոն։ Տեսնում ենք խաղը մեկնարկեց։ Քիչ առաջ կայացավ Մարսել-Երևան հանդիպումը, որտեղ 4-1 հաշվով հաղթեց Մարսելը Երևանին եւ առաջին 3 միավորը վաստակեց հենց առաջին խաղում այս մրցաշարի։ Հիմա տեսնենք Բարսելոնան եւ Ֆլամենգոն ինչպես կանցկացնեն իրենց այս հանդիպումը։ Հիմա առաջին հարվածը կա, Բարսելոնան կատարեց այս խաղում։ Հարված կատարեց Ռուբեն Սարգսյանը, բայց փրկում է իր թիմին Մեսրո Բլնդոյանը։ Հիմա անցնեմ շատ արագ թիմերի հայտարարությունների ներկայացնելուն։ Բարսելոնայի դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Պողոսյանը, համար 4 Ռազմիկ Սարիբեկյան, համար 7 Ռոբերտ Նազարյան, համար 8 Դավիթ Ավետիսյան, համար 10 Սարգիս Մուրադյան, համար 14 Գևորգ Զախարյան, համար 22 Ռուբեն Սարգսյան եւ համար 77 Համլետ Հովանիսյան։ Ֆլամենգոյի դարպասը պաշտպանում է համար 1 Մեսրո Բլնդոյանը, համար 2 Օրատլի Նդիավու, համար 5 Գևորգ Մկրտչյան, համար 7 Վայ Սարգսյան, համար 11 Վեգա Բալոյի, համար 12 Հայկա Զոհանյան, համար 14 Սուրեն Մոսյան, համար 15 Դավիթ Սարգսյան, համար 20 Ջեյմս Ննամանի եւ համար 22 Նելսոն Հարությունյան։ Բարսելոնան է նորից գրոհում, վտանգավոր կարող է լինել, մի փոքր ակտիվ են մեկնարկել Բարսելոնայի ֆուտբոլիստները խաղը։ Ֆլամենգոն է անցել գրոհին, Նամանի հրաշալի փոխանցում եւ հաշիվը բացված է 1-0։ Ֆլամենգոն կարողանում է առաջին գրոհով հաշիվը բացել։ Come. Հայկա Զոհանյան 1-0 Ֆլամենգոն հաշիվը բացում է մեզ մոտ հրաշալի գրոհ կազմակերպեց Ֆլամենգոն եւ արդեն հաղթողի կարգավիճակում է գտնվում։ Տեսնենք այս գոլին ինչպես կարձագանքի Բարսելոնան ի վերջո։ Հիմա նրանք են անցել գրոհի։ Մուրադյան պայքարում է այստեղ նրա դեմ Օհանյանը։ Խլեց ի վերջո գնդակը Ֆլամենգոն, Օհանյան թողնում է Ննամանին, փոխանցումը չստացվեց Ֆլամենգոյի ֆուտբոլիստի։ Հարությունյան խաղում է թիմակցի հետ։ Անցավ նորից Ֆլամենգոն գրոհի, բայց չստացվեց այս փոխանցումը։ Բալոյի մենք նորից մեզ մոտ Հորդառատ Անձրև է ընթանում։
Ֆլամենգոն է անցել գրոյի, բայց դուրս էր եկել այստեղ եզրային գծից գնդակը։ Come again. Յան զախեզրում է հիմա հարությունները, բայց տլեցին նրանից գնդակը մի փոքր տեմպ ընկավ գոլից հետո խաղի։ Տեսնում ենք Ուրադյան շալի փոխանցում հիմա թիմաքսին, տեսնենք հասնում է գնդակին այստեղ Բարսելոնայի ֆուտբոլիստը։ Ճանաչում է գնդակով Բարսելոնան եւ անկյունային է վաստակում ի վերջո։ Բարսելոնան այս դրվագում Հանցում տուգանային հրապարակ եւ հեռացված է գնդակը եւ հիմա Օտացածքին հայտնվեց Բարսելոնայի ֆուտբոլիստը հակագրո տեսնենք Ֆլամենգոյի հրաշալի էր Նամանի արված փակեցի նրա արվածը եւ շքեղ գոլ հեղինակ է հիմա դառնում Հայկա Զոհանյանը 2-0 Հայկա Զոհանյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը, Ֆլամենգոն դուբլի հեղինակ դարձավ Հայկա Զոհանյանը, հրաշալի գոլ հեղինակ դարձավ նա Տեսնենք Բարսելոնայի պատասխանը երկրորդ գոլից հետո կլինի թե ոչ, բայց նորից Ֆլամենգոն է տեսնում ենք անցնում գրոյի Մալոյի հալեցին նրանից գնդակը լավն էր այստեղ Ննամանի Փոխանցումը փոխեց գրոյի եզրը Հարությունյանը այստեղ չկարողացավ հասնել գնդակին Լիավուն է հիմա պայքարում է խլում գնդակը, Նամանի փոխում է գրոյի եզրը, բալայի, լավ հիմա համագործակցություն երկու խաղացողների կողմից Նորից Ֆլամենգոն անցավ գրոյի Հալային է գնդակով թողնում է նմանին Անցում է հեռացված է գնդակը վտանգավոր կարող էր լինել
10 րոպե անցավ այս խաղից արդեն 2-0 հաշվով այս պայն Ֆլամենգոն հաղթում է Բարսելոնային, 2 գոլերն էլ հեղինակել է Հայկա Սոհանյանը Հարված և վտանգավոր էր այստեղ ննամանին, դիպչեց գնդակը վերջին պային այստեղ Դավիթ Ավետիսյանի հարվածից հետո բախտը ժպտաց այստեղ Ֆլամենգոին և անկյունային Բարսելոնան է խաղարկում, փոխանցում Մոսյանն է հեռացնում գնդակը, ով է հակագրող լինել հիմա Ֆլամենգոյի կողմից Սուրեն Մոսյան, բայց Բարսելոնայի ֆուտբոլիստները արագ եկան հենց կիսադաշտ, տեսնում ենք փոխանցում Հրաշալի անցան կիսադաշտը իրենց Ֆլամենգոյի խաղացողները, փոխում են գրոյի եզրը, բայց տեսնում ենք Հարությունյանը Ռախեզում գնդակով է, բայց հարված է ծուղի կարպասապայի վրա, Նելսոն Հարությունյանը Բարսելոնան է փորձում գրով կազմակերպել, բայց չստացվեց հերթական գրողներից մեկը Բարսելոնային մենք Վայս Արկսյանն է դուրս եկել խաղադաշտ Կորսեց գնդակը նմանին, բայց սարակ վերադարձնում է Ֆլամենգոն գնդակը Ալայի շարժվում է առել Ալային ատում է նմանի է գնդակը Հրաշալիմա Հայկա Սոհանյանը թողեց գնդակը առաջ և անցավ Մենք հարված շեղ է հարվածում այստեղ Բալոյին լավն է նրա հարվածը Անցավ կիսադաշտը Բարսելոնա այստեղ լավ կարող է կառուցել, բայց նորից հեռացված է գնդակը Ասը րոպե մնաց Առաջին կարգեսի ավարտում նշեմ 2-0 ներողություն հաշվով հաղթում է այս պայն Ֆլամենգոն Բարսելոնային
Ֆլամենգոն է գրում, Նամանի Փոխանցում, բայց անհաջող էր այստեղ Նամանի փոխանցումը Պահում է գնդակի իր մոտ Սարգիս Մուրադյանը, տեսնենք աչի ուզում է Բարսելոնայի ֆուտբոլիստը թողնում է դիմացին, բայց անհաջող հարված կատարեց այստեղ Ռոբերտ Նազարյանը Վայ Սարգսյանն է մենակ մնացել դարպասապայի դիմաց և չկարողացավ գոլի հեղինակ դառնալ Վայ Սարգսյանը այս իրավիճակում, բայց կարողացավ իր թիմի համար անկյունային կորզել, արագ քարկեցին այստեղ ստանդարտը, փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը և վերցնում է ի վերջո դարպասապա Արտուր Պողոսյանը գնդակը հիմա արագ խլեց այստեղ Ֆլամենգոն գնդակը Արությունյանի փոխանցումը անհաջող էր, հիմա կարող է գրոհել Բարսելոնան Համլետ Հովհաննիսյան կենտրոնում է, թողնում է թիմակցին գնդակը Սարգսյան պահեց իր մոտ Մոսյանն է նրա այդ պայքարում, բայց անցավ Մոսյանին, հիմա հարված և Ֆլնդոյանն է փրկում իր թիմին այս հարվածից հետո կտեսնենք Ֆլամենգոյի դարպասին անկյունային բայց անհաջող է հիմա նորից Բարսելոնայի ֆուտբոլիստների կողմից այս խաղարկումը Բարսելոնան է նորից անցել գրոհի Հովհաննիսյան պետք է փոխանցել այնտեղ Սարգսյանին, բայց որոշեց եզրափակել հենց ինքը այս գրոհը Համլետ Հովհաննիսյանը Կորցնում է գնդակը Ֆլամենգոն Հովհաննիսյան հարված շեղ է Համլետ Հովհաննիսյանի հարվածը ինչպիսի հնարավորություններ է հիմա բաց թողնում Բարսելոնան այս րոպեների ընթացքում
Բարսելոնան է ացել գրոյ Հովանիսյան լավ փոխանցում արված Սարգսյանի հարվածը թակեցին այստեղ նորից Սարգսյանն է գնդակով տեսնենք հարված մեստո բլնդոյանն է իմայլ փրկում իր թիմին ակտիվացել են այս րոպեների ընթացքում Բարսելոնայի ֆուտբոլիստները եւ փորձում են մինչև ընդմիջում կրճատել հանդիպման հաշիվը Ֆլամենգոն է անցել գրոյի, Նելսոն Հարությունյան Անաջող փոխանցում Նելսոն Հարությունյանի կողմից, բայց այստեղ էլ Սարգսյանը չի կարողանում ֆիքսել գնդակը իր մոտ Նամանին է իմ այլ խլել գնդակը թողնում է թիմակցին գնդակը հարված և խտում է իր թիմին Արտի Պողոսյանը Մոսյան, փոխանցումը, բայց մնալու է գնդակով Ֆլամենգոն, անցում և նորից անաջող փոխանցման փորձ Լավ է հիմա պաշտպանվում Նամանին Խլեցին գնդակ այստեղ Մուրադյանից և Նամանի հարված և գոլ 3-0 գոլ հեղինակ է դառնում Ջեյմս Նամանի Ջեյմս Նամանի 3-0 Իրենց հնարավորությունները չօգտագործեցին Բարսելոնայի ֆուտբոլիստները մի քանի անգամ, բայց այս սխալից կարողացավ Ֆլամենգոն օգտվել և նորից գոլի վերացել արդեն 3 գոլի առավելություն է ստացել Ֆլամենգոն Նորից գրովում է Ֆլամենգոն, հեռվից հարված Պողոսյանն է փրկում իր թիմին, հիմա չի կարողանում ֆիքսել գնդակը մի փոքր անախորժությունների բախվեց Պողոսյանը Վերջին գրոներից մեկը կարող է լինել այս հարկեսի, Բարսելոնան է անցել գրոյի, Հովանիսյան կենտրոնում է, բայց անաջող փոխանցում Համլետ Հովանիսյանի կողմից, հիմա էլ հարագրոյի նետվեց Ֆլամենգոն, Սարգսյան, մտնում է Տուրանային, բայց չի կարողանում ֆիքսել հիմա գնդակը այստեղ, վայ, Սարգսյանը Հարակ քաղաքին հիմա տեսան Բարսելոնայի կողմից Հովանիսյանն է գնդակում, այնտեղ լավ է ազատվում, թիմակիցը ձախեզում, փոխանցում և նորից անաջող էր Համլետ Հովանիսյանի փոխանցումը և վեր սիրելի բարեկամներ, խաղարկչին խաղակեսը ավարտված է 3-0 հաշվով Ֆլամենգոն հաղթում է Բարսելոնային, հիմա կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից
Բարեկամներ վերադարձանք երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ եւ առաջին կեսից հետո հարմար առավելությամբ Ֆլամենգոն հաղթում է Բարսելոնային 3-0 հաշվով, երկու գնդակ հեղինակեց Հայկա Զոհանյանը, մեկ անգամ էլ րոպեին առաջին խաղակեսի գոլային գոլ հեղինակեց Ջեյմս Մենամանին, տեսնենք այս խաղակեսը ինչպես իները կանցկացնեն Բարսելոնան է անցել գրոյին և Մենամանին է լավ պաշտպանվել Ստուգանայիններում և խայկանոների խաղակտոր հիմա հարակ վերհիշենք թիմերի հայտարարությունները Բարսելոնա Արթուր Պողոսյան, դարպասում է Ռազմիկ Սարիբեկյան, Ռոբերտ Նազարյան, Դավիթ Ավետիսյան, Սարգիս Մուրադյան, Գևորգ Զաքարյան, 22, Ռուբեն Սարգսյան, Համլետ Հովանիսյան Ֆլամենգո Մեսրո Բլնդոյանն է պաշտպանում Ֆլամենգոյի դարպասը հիմա Ֆլամենգոն էր անցել գրոյի, բայց Պողոսյանն է լավ հեռացնում գնդակը Օրատվի Նդիաբու Գևորգ Մկրտչյան, Բայե Սարգսյան Վեգա Բալոյ, Հայկա Զոհանյան, Սուրեն Մոսյան, Դավիթ Սարգսյան, Ջեյմս Մենամանի և Նելսոն Հարությունյան Տուգանային է վաստակել այստեղ Բարսելոնան, տեսնենք Նազարյանն է գնդակի մոտ Անձրևը էլ ավելի է ուժեղացել մեզ մոտ և մոտածածկը այս պայն հացը և Նազարյանը բարձր է հարվածում նորից Ամանին այստեղ խայց գնդակը փոխանցեց Սարգսյանին, լավ շահարկում է Ֆլամենգոյի ֆուտբոլիստների կողմից և փորձեցին ի վերջո գնդակը Իսյան կարող է հիմա գրել Բարսելոնան, լավ թողեց գնդակը թիմակցին Իսյան, Հովանիսյան, հարված պակում է դիավեն այս հարվածը ճանապարհ է և անկյունային կլինի Ֆլամենգոյի դարպասին Փոխանցում Տուգանային հրապարակ ստացվեց հիմա Սարգիս Մուրադյանի հարվածը դուրս է եկել այնտեղ Բլնդոյանը դարպասից Փոխանցում հիմա Նդիաբույի Սարգսյանին և երկրային նետում իր վերջը վաստակեց այստեղ Վայ Սարգսյանը Նամանի արված Պողոսյանն է հիմա գեղեցիկ սեյվով արկենքնում նորից Անկյունային Բարսելոնայի դարպասին Արկեցին այստեղ հարված շեղել հարվածը վերջո Մկրտչյանին Արակ խլում է գնդակը Ֆլամենգո, Նդիովու Մենամանի լավ փոխանցում, հիմա տեսնենք այս գրով Ֆլամենգոյի չստացվեց այս փոխանցումը, բայց մնալու է Ֆլամենգո գնդակով Մենամանի փոխանցումը հիմա անհաջող է և կարող է հիմա հակագրել Բարսելոնան, Հովանիսյան Սարգսյանն է լավ պաշտպանություն հիմա գործում
Ֆլամենգոն ացած գրոյի Արությունյան Արված Պողոսյանն է գեղեցիկ սեյվով նորից աչքի ընկնում փրկելով իր թիմին Բարսելոնան էլ անցել պատասխան գրոյի Սարգսյան Արվածը չստացել Սարգսյանին Սարգսյանն է ինակ բայկարում Անիսյան և Սարգսյանը նրա բայկարում լավ գործել Հրապարակ, հեռացված է գնդակը Մենք այս կաղակեսում ններից ոչ որ չկաղացավ առաջով եղնող դարնան Այս կաղակեսում մի փոքր ումերը պասիվ են գործում Բարսելոնան են անցել գրոյի Կաղացավ իրա շպայել կնդակերի մոտ Խլեց գնդակը այստեղ, բայց հիմա գնդակին հավ Էստում են Դավիթ Ավետիսյանը պայքարի արդյունքում Նոնամանի բարձր են նայել Նոնամանի արվածը Սյանն է հիմա շարժվում առաջ և իվերջը չկաղացավ պահել իր որ գնդակը Տասը ռոպե անցավ նշեմ այս կաղակեսից Աշի մեջ փոփոխություններ չկան 3-0 հաշվով Ֆլամենգոն հաղթում է Բարսելոնային Ֆլամենգոն է անցել գրոյի Նոնամանի փոխանցում Պողոսյանը վերցրեց գնդակը
տալների խաղթում հիմա նկատվեց Սարգսյանի պայքարում Հարկեցին այս ստանդարտ արագ Բարսելոնայի ֆուտբոլիստները փոխանցում հեռացված է գնդակը Սխալվեց այստեղ Պողոսյանը կարող էր աչքին կնել բալոյին Հանրադարձ եղավ նրանից գնդակը Շատ վտանգավոր գործ է Բարսելոնայի դարպասապա այստեղ Դիավուն է կրակի հետ խաղում և խալվում են ի վերջո Ֆլամենգոյի ֆուտբոլիստները անկյունային հարված կտեսնեն Ֆլամենգոյի դարպասին Փոխանցում Տուգանային հրապարակ և հարված է ի վերջո չկայացավ, բայց մնալու է Բարսելոնայի մոտ գնդակը Սարգսյան հարված բարձր է Սարգսյանի հարվածը Արագ-արագ Ֆլամենգոն գնդակ այստեղ Հարությունյան ձախեզրում է փոխանցեց Օհանյանին, Օհանյան հարված փակում են Օհանյանի հարվածի ճանապարհը Հարությունյան, այլ Հարությունյանի հարվածը չստացվեց Արագ կարող է գրոհել Բարսելոնան, Հովանիսյան կենտրոնում է, Հովանիսյան հարված մեջով Բլնդոյանն է փրկում իր թիմին Ֆլամենգոն է նորից անցել գրոհին Նամանի հարվածը տեսնենք հարված և գոլ 4-0 Նամանին է դուբլ է հեղինակում իր անվան դիմաց Ջեյմսն Նամանի 4-0 Կարծես թե այսօր իր 3 միավորը կվաստակի Ֆլամենգոն Դրանք այսօր իրենց պահերը օգտագործում են հաջող
Ալի գործեցին այստեղ ֆլանգային գոյի ֆուտբոլիստները, բայց Պողոսյանն է հեռացնում գնդակը։ Կատումն է տեսան ֆլամենգոյի կողմից, ինել Բարսան է անցել գոյի, Սարգսյան հետապնդում է ֆլամենգոյի ֆուտբոլիստը և ի վերջում հետ փոխանցում Նազարյանին, Նազարյանը փոխում է գնդակ այստեղ։ Արագ վերադարձեց Ռոբերտ Նազարյանը, գնդակը արված և չեղ է Ռոբերտ Նազարյանի արվածը շտապում է, տեսնում է Բարսելոնայի ֆուտբոլիստները Գեորների գործում վտանգավոր կարող է լինել և փրկում է իմաննդիավում վերած գոլից իր թիմին վտանգավոր գործեցին այստեղ ֆլամենգոյի խաղացողները իրենց շրջանայինների մատույցներում անցավ արագ ֆլամենգոյի գրոյի Սարգսյան փոխանցում և անկյունային իր վերջով հաստակեց այստեղ Վայ Սարգսյանը Ստանդարտը Նելսոն Հարությունյան արված Պողոսյանն է փրկում հիմա այլ իր թիմին Նորից անկյունային Անցում կուգանային հրապարակ Բլնդոյանն է հիմա եկել Բարսայի կիսադաշտ հարվածեց, բայց Պողոսյանի ձերքերի մեջ ուղիղ հարվածը այսօր Բլնդոյանի Վտանգավոր է գործում այստեղ Մելսոր Բլնդոյանը փրկվեց նորից Ֆլամենգոն վերահաս գոլից Անկյունային հիմա Բարսան վաստակեց այստեղ շատ քիչ ժամանակ մնաց հանդիպման ավարտին Հանցում վտանգավոր է շուտ փոխանցում հիմա Բայց Բարսան գնդակի իր մոտ փոխանցում նորից, բայց հեռացված է գնդակը Եավի փոխանցումը հրաշալի հիմա տեսանք Սարգսյանին, Մոսյան շարժվեց առաջ, Սուրեն Մոսյան արված կրակեց Սուրեն Մոսյանը և 5-0 Սուրեն Մոսյան 5-0 խոշոր է դարձնում հանդիպման հաշիվը Ֆլամենգոն Նորից շալի գրով կազմակերպեց Ֆլամենգոն այստեղ Եվ արդյունքի հասավ Բալոյին է գնդակով, թողնում է Նդիավոյին Բալոյի Անցավ Բալոյին այստեղ, Բալոյի
Ակում է թիմացի հետ և փոխանցում, տեսնենք Հարությունյանը կարող է հարվածել Հարությունյանը մեզ կարողացավ հարված կատարել Հարությունյանը այստեղ հանդարտում է Ֆլամենգոյի գրով Նդիավու վանաջող է Նդիավուի փոխանցումը Հովանեսյանն է պայեց իվերջի գնդակը այստեղ Համլետ Հովանեսյան տեսնենք, Հովանեսյան թողնում է գնդակը թիմացին, բայց շատ անաջող գործեց Համլետ Հովանեսյանը այստեղ Բարսան է անցել բյուրոյի Սարգսյան, փոխանցում Տուգանային հրապարակ հրացին գնդակը ամենգոյ ֆուտբոլիստները Բալոին է պայքարում և խաղթեց իվերջը պայքարումների այստեղ Սարգսյանի հետ պայքարում Եվ վերջ բարեկամներ ավարտված է հանդիպումը 5-0 հաշվով Ֆլամենգոն հաղթում է Բարսելոնային և իր առաջին միավորը վաստակում դիվիզիոնի մրցաշարում այսօրվա համար այսքանն էինք պատրաստել ձեր համար բարի գիշեր և ամենայն բարիք